Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկին այսօր դատում են, կալանավորել են, ովքեր են այդ դատողները, շարլատանները, խաբեբաները, ստախոսները, իրենց բարեկամ մեր թշնամի երկրից ինչպես կոչել են հարբեցող ծաղրացուները եւ դրանք որոշում են մեր ժողովրդի բախտն ու ճակատագիրը եւ մենք տեսել ենք նրանց որոշացի արդյունքում ինչ է ստացվում հազարավոր երեխաների կյանքն են խլում վամպիրի պես խմում են նրանց արյունը տարածքներն են հանձնում հետևողականորեն եւ շարունակաբար եւ հենց Բագրատ Սրբազանն էր որ կանգնեց եւ գավազանը զարկելով ասաց դե բավական է եւ Կիրանցում զսպվեցին եւ թշնամին էլ հետ քաշվեց եւ մի պա լռեցին զգաստացան հասկացան որ երկիրը տեր ունի եւ եթե կարծեմ տեղյակ են շատերը որ թշնամի երկրի հերոստանգերություններն էլ սկսեցին ցույց տալ որ այստեղ կան ուրեմն ռևանշիստներ Ինչ ռևանշիստ, մենք մեր հողի տերն ենք, մեր երկրի, մեր ազգային իղն նպատակը ունեցողներ ենք, բայց շատ պարագլուխներ, դուք լսել եք, որ հայտարարել են, որ ազգային իղ չունեն, երազանք չունեն, ինչ են անում այս երկրում, ես չեմ հասկանում, երևի սպասում են, որ վերջապես հայ ազգը զարթնի եւ դրանց բոլորին կանգնեցնի արդարադատության առաջ, այն մեծ ոճիրը, որը կատարել են խմբովի եւ խմբովի պատասխանը տալու են, գալու է այդ օրը եւ դա լինելու է մեծագույն զարթոնք, լինելու է հաղթության սկիզբը, դա լինելու է եւ դա Բագրատ Սրբազանի նաեւ օրհնությամբ է լինելու մեր մեծագույն հոգեվորականի ում ապրած մեկ օրը ամբողջ ԿՊ պարագլուխները իրենց ցեղով, տակով փորձես գտնել արժեք, չես գտնի այնինչ Բագրատ Սրբազանը իր մի օրվա կենսագրության մեջ է կատարել Սրբազանի տնից արգրավել են մի բուխ խոշիկի մեղ, արգրավել են ճանապարհային երթևեկության նշան, գունավոր ծխարցակիչներ եւ պոլիփայտ։ Բնականաբար Սրբազանի Խավարը պիտի ոչնչանա, եթե չբերեն այս լուսավորներին մեկուսացնեն, իրենք իհարկե ոչ, իրանք հասկանում են դա, եւ եթե ժողովուրդը տեսնի այդ լույսը իր աչքերը բացի, իր հոգու աչքերի մասին է խոսքը, եթե բացի իր հոգու աչքերը, իհարկե հասկանալու է, որ ապրում է ստի կայսրության մեջ, որը կերտել են այս ԿՊ-ական պարագլուխները, որոնք ամեն մեկը ծառայում են ինչ-որ մի թշնամի երկրի, նրանց շահերն են սպասարկում եւ բացահայտորեն տեսնում ենք, որ որևէ մեկը հայոց շահերը չի սպասարկում Այս չարկապատկանները, որոնք խմել են հազարավորների արյունը պատասխան են տալու եւ այդ օրը լինելու է։ Պարոն Մանուկյան, հրապարակված ձայնագրությունների մեջ ասում էր, որ Բագրատ Սրբազանի ձայնով ամենայն դեպս մեզ լսելի առաջին հայացքից ասում էր, որ հայկերական խմբեր են ման գալիս, որոնք պիտի կառավարական կայքերը շայքից դուրս բերեն ու տեղադրեն, ասենք Փաշինյանի նկարը օզավոր սատանայի գերբարով գրականության մեջ սա որ բան լինի։ Գիտեք, չարկապատկաններին ընդհանրապես չի կարելի անդրադառնալ իրենց խոսքին նկատի ունեմ, վերլուծել, որտեղ դա անարժեքություն է, դա ոչնչություն է։ Եվ հիշում եմ Սոլժենիցինը ասում էր, եթե ուզում եք սուտը նրանց թերթերը, նրանց լուրերը մի դիտեք, նրանց ժողովներին մի մասնակցեք եւ այդ սուտը կմեռնի։ Այդ սուտը այդ չարկապատկանները, այդ ԿՊ-ական պարագլուխները կոչնչանան այդ դեպքում եւ եթե մենք այո շարունակաբար տևականորեն չանդրադառնանք նրանց խոսքին զարթոնքը, որովհետեւ այլևս չկա տեղ, որ այդ անդունդը իջնենք, մարդիկ արդեն հասկանում են, որ ամեն ինչ են կորցնում, այդ թվում այդ շարունակականությունը կարծում եմ նա հիմա ստացավ, թե հաջորդը ինչ պիտի հանձնի, այս այդպես կարող եմ ասել, բայց ես չեմ ուզում ոգևորել թշնամիներին, որ իբր մենք պատրաստ ենք տարածքներ տալու, ոչ, երբեք ոչ։ Ասում եք չանդրադառնում, բայց արդեն միջազգային մամուլն է անդրադառնում Բագրատ Սրբազանի ձերբակալությանը, նաև ամբողջ միջազգային մամուլում անդրադառնում են Փաշինյանի վերջին ցենզուրայից դուրս գրառումներին, անդրադառնում են Աննա Հակոբյանի մերելի զգաչի ոչին եւ այս բառապաշարը։ Վստահ եմ, որ այդ միջազգային հանրությունը այլևս չի զարմանում այն պահից սկսած, երբ պարտության սիմվոլները վերաշնչավորվեցին մեզանում եւ մենք պարտության սիմվոլներին ուղարկում ենք բանակցությունների եւ այդ նույն միջազգային հանրությունը իսկապես զարմացել է ինչպես կարելի է մարդը գնա ուրեմն ձախողի ամեն ինչ հազարավորների կյանքը արյունը խմի եւ հիմա գալ եւ նորից վերընտրվի սա իսկապես զավեշտ էր անըմբռնելի եւ խապկանքի մեջ ինչքան խարխափեցին մեր հայրենակիցները որ գնացին կույր ընտրեցին այս չարկապատկաններին եւ հիմա իհարկե ամեն բանը սпасելի է նրանք հասկանում են որ հայերը հիմա ճիշտ ընթացքի մեջ չեն եւ այդ խոտոր ճանապարհից մենք ինչքան հնարավոր է շուտ պիտի կարողանանք դուրս գալ համազգային զարթոնքը լինելու է